Ռուսաստան ձեր այցը ինչպես եք գնահատում։ Ես արձագանքներով պետք է ասեմ, որ շատ լավ արձագանքներ եմ ստացել եւ կարծում եմ այնտեղ հենց դրանք խոսում են։ Այնտեղից եք ստացել։ Դե գիտեք ինչ, ասենք, չէ, Ռուսաստանից այնտեղ ոչ մեկ հետ չեմ շփվել։ Այդ բան իմաստով էլի արձագանքների իմաստով շփվել եմ այն պաշտոնատար անձանց հետ, որ դուք տեղյակ եք, որ շփվել եմ, չէ, Հայաստանի մեր ժողովրդից, մեր մարդկանցից, մեր Սփյուռքում բնակվող հայրենակիցներից, հեռախոսից, տարբեր տեղերից շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնում, ձեր բոլոր հաղորդագրությունները կարդացել եմ, ես ձեզ նույնպես սիրում եմ եւ հպարտանում եմ ձեզանով։ Նույնիսկ հրապարակային մասում Լավրովի եւ ձեր զրույցը բավականին լարված էր եւ փոխադարձ այսպես գնահատականներ կոչնչում էին, ձեր գնահատականը, Լավրովն էր գնահատում Հայաստանի առասպելական սպառնալիքների մասին եւ այս առումով դուք փակ քննարկման ժամանակ ստացաք ավելի պարզ կամ դուք փոխանցեցիք ավելի հստակ դիրքորոշումը, թե դուք արդեն պատերազմի հարձակում եք ասում այդ հարձակումների մասին, արդյոք Լավրովը կրկին պնդում էր, որ սպառնալիքներ չկան, դրանք առասպելական են, այս մասով դուք փակ քննարկման ժամանակ հստակ խոսել եք։ Անուն առանուն, ես ինչ որ ասել եմ ձեզ ստեղ, ես ասել եմ այնտեղ, ոչ մի, իսկ կարելի է ավարտեմ, ոչ մի բան, որ ես ձեզ ստեղ կամ ձեր տաղավարներում ասել եմ, ես այնտեղ հենց չի եղել, որ չեմ ասել, բնական է ես, ինչ որ մարդիկ, որոնք որ ոչ հայերեն են կարողանում գրեն, ոչ ռուսերեն են կարողանում գրեն, ինչ որ ակնկալիքների մասին են խոսում, չգիտեմ, իրենք ենթադրում են, որ ես պետք է հարձակվեի, ինչ որ մեկին հարված է այնտեղ, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի, այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն կարդալ, գրել սովորել նախ եւ առաջ կամ գոնե ռուսերեն։ Այդ մարդկանց չեմ անդրադառնում, մնացած առումով ինչ որ խոսացվել այստեղ, հիմա ձևակերպումը մի անգամ Նարեկի մոտ ասեցի, հյուրին ասեցի եկեք հարձակում անվանենք, ոչ թե պատերազմ, հիմա չէ պատերազմ թող լինի, թող ուղղակի պատերազմ բառը հաշվի առնելով խաղաղության գործընթացը աշխատում ենք որևիցե կոնտեքստում բան չենք, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել եւ այո ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր, որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մենք մեզ անհանգստացնում, բայց իրար նկատմամբ, իրար այսպես ասած հարցադրում անելուց բացի, մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ, սկսած տարբեր ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջացրած, չգիտեմ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու մեր մարզերի եւ ռուսական ռեգիոնների միջև ձեռք բերված պայմանավորված ժամ ու կես թե ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք եւ կներեք ինչ որ բաներ դե parza չեմ կարող արդյոք խոսվել է եւ ինչ parzabanum է ներկայացվել Լավրովը ասում էր որ 2020-22 թվականներին Ռուսաստանի Դաշնության Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մակարդակով մեր համոզմամբ պահպանում են այն պայմանավորվածությունների մասին է խոսում որ այդ թվականներին եղել է եւ ասում է որ մեր համոզմամբ պահպանվում են իրենց արդիականությունը նախ եւ առաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար այս առումով Ռոզմանի ջան չհասկացա ինչ ասել անկեղծ ինչ որ մի նախադասություն ակնարկ երակողմի հետ կապված եղավ, ես չեմ ընկալել որ նա փակ, որ նա բաց, որովհետև անկեղծ ասած, ես Կարնե ջան, ես հետո եմ իմացել, բայց խոսակցության ընթացքում անընդհատ ես չգիտեի, ես նույնիսկ չգիտեի որ ուղիղ եթեր է, պարզվեց ուղիղ եթեր է, ես հետո եմ իմացել, որովհետև ես ոչ մի խնդիր չունեմ լրագրողների հետ շփման եւ ուղիղ եթերում խոսելու, ես հետագայում եմ իմացել, ինչ որ եթե չեմ սխալվում կապված այն տրիպի հետ կապված, որ նմանատիպ ինչ-որ բան է, բայց գիտեք ոնց են, որ դրան ոչ արձագանքելու, ոչ շեշտադրելու բան չկար, նկատի ուներ, որ հա դե տենց մենք տարբեր բաներ ենք խոսացել, հիմա իրողությունը այլ է, ասում հա իրողությունը այլ է եւ կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք ոչ թե տրիպի մասնակցության, որտեղ ես դա չեմ պատկերացնում, չեմ կարծում որ իրանք կամ որևիցե մի կողմ պատկերացնում է, այլ ենթակառուցվածքներ
կառուցելու, վերակառուցելու եւ շահագործելու մեջ ներգրաված լինեն եւ ես կարծում եմ, որ դա շատ լավ առաջարկ է, որին մենք պետք է ու պարտավոր են արձագանքել եւ կարծում եմ կարձագանքեն, որովհետեւ համապատասխան այդ խոսակցությունը մեր համապատասխան գերատեսչությունների մեջ ենթադրում եմ, որ արդեն պետք է սկսված լինի։ Ռիփի մասով Լավրովը որևէ հայտարարություն արել է թե ոչ, որովհետեւ բարերաբար իրենց կողմից հայտարարություններ են հնչում։ Ամեն ինչ որ ասվել է բարձր, նույն տրամաբանության մեջ այն ինչ որ իրանք ասում են, այն ինչ որ մենք ասում ենք, նույն ձևի տարբեր ձևակերպումներով խոսացել ենք։ Հիմա շարունակում է Գալուզինը եւ ասում է, որ պետք է ներգրավվածություն ունենան թրիփում, այսինքն ցանկանում են ներգրավվածություն ունենան, խորհրդակցել եւ այլն։ Ասենք չի կարելի երկու դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ եթե չեմ սխալվում Գալուզինը այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել է որ մենք այնտեղ չենք կարող մենակ մենք պետք է ինչ որ մենաշնորհային բան է ասել ինչ ձևակերպում Չէ հա ինչ որ բայց ինչ որ ասել է դա մեր այլընտրանք չունի այո այլընտրանք չունի ժողովուրդ չի կարա դա հայ ամերիկյան կազմակերպություն է բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվել է։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է։ Ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ։ Չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրանց հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես ձեզ ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է ստացվել է։ Եթե դուք այդ Մատ ինքը թող վերջացնի։ Մանրամասները որ ներկայացել եք պարոն Սիմոնյան, այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը, այսինքն կարող ենք ասել, որ համաձայնության չէ գալիս այս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է Ես չեմ հասկանում։ Բացառում եք, որ Ամերիկայից կարող են համաձայնության գալ իրենք։ Չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գալ, բայց ելի մեր հետ քննարկելով մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում ոնց դա։ Ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան, եկեք մի հատ բան, միտեղ կա, այդանք մենք էլ մտնենք բան։ Անեիք 100 տարի աստեղ եք։ Անեիք։ Սիմոնյան, դուք հա, այդտեղից որ ասեցիք Սերգեյ Լավրովի ուղիղ ասեցիք, որ Ռուսաստանից կոնկրետ հիբրիդային պատերազմ հարձակվում, ինչպես ուզում եք։ Անուն առանուն, ես կրկնեցի։ Մի քիչ կմանրամասնեք, որտեղ այն ինչ մենք տեսանք, այնտեղ դուք ավելի այսպես չէիք։ Կոռեկտ է, հիմա դա չի կարելի, ասենք հյուր եմ ես, այսինքն ո՞նց եք պատկեր։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, բայց Հայաստանում այսպես ուղիղ եք ասում Ռուսաստան Բալկանի օրեր առաջ ասում եք, որ ոչ թե ադրբեջանցիները։ Իսկ կլինի իմ մասին խոսենք, ոչ թե 107 падգամավորներից մեկի։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ասել, իշխանականները շատ ուղիղ են խոսում։ Անուն առանուն, քանի անգամ ասում։ Հիմա դուք մեզ Բոլոր են հայտնի դերակատարների։ Չէ, բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կոռեկտ չի, դա մեր մասնավոր զրույցն է։ Հա, դուք շարունակեք։ Եվ ասել եք, որ Ռուսաստանը մտադրություն ունի, հա, Հայաստանը բռնակցել Ռուսաստանին, հա, միութենական կազմի մեջ մտցնել, այստեղ գեներացնում է ուժեր, որ ընտրություններով կարողանա Ասեմ ավելին, ասել եմ, որ SVO անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում։ Հարգել SVO, սպეციальная военная операция։ Բառացի ամեն ինչ ասել եմ։ Հիմա չգիտեմ, որևիցե
որևիցե կոնկրետ ձևակերպում, որը որ դուք ուզում եք, ես ասել եմ թե չեմ ասել, բայց ինչ որ ես այդտեղ ասել եմ, ես այդտեղ ասել եմ։ Որ այն ինչ որ իրանք մշտապես արձագանքում են, որ նման բան չկա, դրանք անհատներ են։ Ես ասել եմ, որ նաև падգամավորներից կողմից է նման բան հնչել, նման բան դիրքորոշում չէ, դա էլ կարևոր չի իմանախնդրական բան։ Մի խոսքով նման Այն ինչ որ ստեղ եմ ասել եմ ընդեղ, այն ինչ որ իրանք են ասել, երբ որ ես ստեղ ասել եմ, իրանք ինձ ընդեղ կրկնել են։ Պարոն Սիմոնյան, իսկ Մի րոպե, վերջ ասեցի։ Ինչ եք գտնել, որ հավակնություն։ Դրանից դե ասեցի հիմա։ Ասեցի։ Ու համոզիչ եք դա, հավատացիք։ Թե հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա։ Պետք է նայես գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն, մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված իհարկե իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, ինչ-որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պա մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բան անել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից 2-ով եք, հա, բանան։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, Համակարգված, որ դա լսի, ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, թող պատասխանեմ ազի։ Հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ։ մեզ մոտ է սինխրոն չեն, պարոն Սիմոնյան։ Չէ, հարցը սինխրոն չսինխրոնը չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը։ Ես ձեզ չեմ համեմատում, որովհետեւ Շնորհ ջան, կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանց ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ընդդիմացում ես այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում, չէ, ստեղ դուք պետական եք շողիկ։ Չէ, պետականը Լսի, պետականը դաշտի 10%-ն է։ Այնտեղ որն է այն լրատվամիջոցը, որը դու կհամեմատես Ազատության ռադիոկայանի հետ, Ֆակտորի հետ, չգիտեմ, Տրիբունի հետ, որն է այդ լրատվամիջոցը։ Դու գիտես ինչի, որովհետև դու ինձ ընդհատում ես։ Ընդհատում ես իմ միտքն է կորում, քո միտքն է կորում, ու մենք դառնում ենք ինչ-որ խոսակցություն։ Ինչա։ Ասում եմ ոչ ժողովրդավար եք համարում Ռուսաստանում։ Նայեք ջան, ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կոռեկտ հարց չի։ Դուք արձանագրում եք, Դա կոռեկտ հարց չի։ Ասում եմ կառավարական լրատվամիջոցներն էին հարցնում եւ կառավարական լրատվամիջոցները հայտարարություն էին անում եւ մեկնաբանություն էին անում։ Ես չգիտեմ նրանց ընդդիմադիր լրատվամիջոց կա, չկա, ինչ հայտարարություն արել, բայց հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես շո գնահատական տամ չեմ պատրաստ։